Թուրքերին դիմակայելու նպատակով կատարվեց հայկական զինված ուժերի վերադասավորում։ Կազմակերպվեց երևանյան զորախումբը, որի հրամանատարն էր գեներալ Մովսես Սիլիկյանը։ Դրաստամատ Կանայանի զորախմբի խնդիրն էր Բաշ-Ապարանի մատույցներից դուրս քշել թուրքական 9-րդ դիվիզիան և Սարդարապատի շրջանը զերծ պահել հակառակորդի հարձակումից։ Երևանի պաշտպանությունն ապահովելու նպատակով միջոցներ ձեռնարկվեցին նաև Կողբի և Իգդիրի ուղղությամբ։ Հետևակային 3-րդ բրիգադը գնդապետ Բաղդասարյանի գլխավորությամբ պաշտպանական դիրքեր գրավեց Նախիջևան-Շարուր ուղղությամբ։ Գնդապետ Դանիել Բեկ Փիրումյանի հրամանատարությամբ գործող Սարդարապատի զորաճոկատը 1918 թվականի մայիսի 22-ին հարձակման անցավ Քյորփալու և Դուրդուղուլի գյուղերի բնագծերից։ Նրանք հուժկու գրոհով ոչնչացրին թուրքերի ուժերը և հենց նույն օրը ետ վերցրին թշնամու կողմից մեկ օր առաջ գրաված Սարդարապատը։ Թուրքերը խուճապահար նահանջելով և կրելով մեծ կորուստներ, պաշտպանության անցան Արաքս կայարանի շրջանում։ Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։ Հարյուրավոր մարդիկ անկախ մասնագիտությունից ու տարիքից ներկայանում էին զորամաս, ինքնակամ գնում ճակատ։ Գյուղացիները տրամադրում էին փոխադրամիջոցներ և սննդամթերք, մտնում աշխարհազորայինների շարքերը։ Այդ օրերին տիրում էր ազգային կատարյալ միասնություն։ Անկախ քաղաքական համոզմունքներից ժողովուրդը ոտքի էր ելել կենաց և մահվան մարտի, հանուն հայրենիքի, հանուն գոյատևման և ազգային արժանապատվության։ Այդ ժամանակաշրջանում բոլորի շուրթերին էին գեներալ Թովմաս Նազարբեկյանի, գեներալ Մովսես Սիլիկյանի, Արամ Մանուկյանի բանակին և ժողովրդին ուղղված բոցաշունչ հայրենասիրական կոչերը։ Հայրենիքի պաշտպանությունը համաժողովրդական գործ էր։ Այն կուսակցական պատկանելություն և սոցիալական շերտավորում չէր ճանաչում, դա հայերի հայրենական պատերազմն էր։ Թուրքերը զավթել էին ամբողջ Արևմտյան Հայաստանը։ Մնացել էր մի փոքր տարածք՝ Երևան քաղաքը և Սուրբ Էջմիածինը։ Հայերի գլխին կախված էր ֆիզիկական բնաջնջման վտանգը։ Սարդարապատը ազատագրելուց և համալրում ստանալուց հետո մշակվեց թուրքերի շրջապատման և ջախջախման պլան։ Փոխգնդապետ Կարապետ Հասան Փաշայանի հրամանատարությամբ ստեղծվեց հարվածային խումբ։ Դրոյի զորաճոկատը 1918 թվականի մայիսի 24-ին մտավ Ալի Քուչակ՝ դեպի Բաշ-Ապարան թուրքերին դիմակայելու համար։ Համառ մարտերից հետո մայիսի 29-ին Բաշ-Ապարանում գլխովին ջախջախվեց հակառակորդի 2 գունդ և ոչնչացվեց ծանր հրետանին։ Հետ շպրտված թշնամին մարտի դաշտում թողեց 200-ից ավելի սպանված, մեծ քանակությամբ ռազմավար և խուճապահար փախավ։ Առջևում Ալեքսանդրապոլն էր։ Երևանի ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանը հեռագրեց գեներալ Սիլիկյանին. «Բոլորը զենքը ձեռքին շտապում են Ղարաքիլիսա, այնտեղից առաջ։ Ջոկատները գնում են երկար ժամանակի համար վերցված իրենց պարենով։ Ոգևորությունը աննախադեպ է»։ Ղարաքիլիսայի մոտ 1918 թվականի մայիսի 24-ից 28-ը տևած կատաղի մարտերին մասնակցեցին հայկական 4 գունդ, հավաքական հեծյալ ջոկատը և բնակչությունից կազմված աշխարհազորայինները։ Նրանք ունեին մոտ 7000 զինվոր, 10 հրանոթ, 20 գնդացիր։ Այս փոքրաթիվ մարտիկների դեմ գրոհում էին 10 հազարանոց թուրքական զորքը և տեղական մահմեդականներից կազմված ավազակախմբերը։ Հայերը ցույց տվեցին հիրավի հերոսական դիմադրություն։ Ավելին՝ դրսևորեցին մարտական սխրանք։ Աչքի ընկան գնդապետներ Բեյ Մամիկոնյանի և Ղորղանյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Մժդեհը, մարտերում հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն տեր Մովսիսյանի հրետանավորները։
Հայերի 4-օրյա հերոսամարտը մեծ կորուստներ պատճառելով թշնամուն կասեցրեց թուրքական զորքի առաջխաղացումը դեպի Դիլիջան և Թիֆլիս։ Մայիսի 30-ին, երբ հայերի մոտ վերջացել էին արկերն ու զինամթերքը, թուրքերը մտան Ղարաքիլիսա։ Այսուհանդերձ հայերին հաջողվեց ձախողել թուրք հրամանատարության ծրագիրը։ Թուրքական բանակի հրամանատարը Բաթումում հայտարարեց. «Հայերը Ղարաքիլիսայի մոտ մարտով ցույց տվեցին, որ նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները։ Դա հազվագյուտ մարտ էր այս պատերազմում»։ Այսպիսով Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան հայ ժողովրդի աննկուն կամքի, անկախության համար մինչև վերջ ազգովին պայքարելու պատրաստակամության և վճռակամության վկաները եղան։ Հայ ժողովրդի մայիսյան հաղթանակները վիժեցրին հայերին լիովին ոչնչացնելու երիտթուրքական ծրագիրը։ Հայերի հաղթանակը հայկական պետականությունը վերականգնելու, Հայաստանի Հանրապետություն ստեղծելու նախադրյալներ ստեղծեց։ Հայաստանի անկախ հանրապետությունը հռչակվեց Անդրկովկասյան դաշնակցային հանրապետության փլուզումից հետո՝ 1918 թվականի մայիսի 28-ին։ Դա պատմության ծանրագույն մի ժամանակաշրջան էր, միաժամանակ ազգային զարթոնքի և հույսերի ժամանակաշրջան։ Ավելի քան 500 տարի առաջ էր հայ ժողովուրդը կորցրել պետականությունը, և պետականության վերականգնումը չափազանց կարևոր էր։ Հայկական անկախ պետականության փաստն ի լուր ամբողջ աշխարհի հունիսի սկզբներին հայտարարեցին Հայոց ազգային խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանը, վարչապետ Հովհաննես Քաջազնունին և ԱԳ նախարար Ալեքսանդր Խատիսյանը։ Հակիրճ և հստակ էր ծանուցումը։ Անդրկովկասյան հանրապետության կազմալուծումից հետո Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի ժողովրդավարական հանրապետություն։ Ազգային խորհրդի որոշման մեջ ասված էր. «Նկատի ունենալով, որ Վրաստանի և Ադրբեջանի անկախության հռչակումով լուծվում է Անդրկովկասյան դաշնակցությունը, Հայոց ազգային խորհուրդը ժամանակավորապես իր վրա է վերցնում կառավարման ֆունկցիաները հայկական գավառների նկատմամբ»։ 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում կնքվեց հաշտության պայմանագիր Հայաստանի և Թուրքիայի միջև։ Պայմանները խիստ ծանր էին Հայաստանի համար։ Թուրքիային էր անցնում Արևելյան Հայաստանի զգալի մասը։ Հայաստանին էր մնում ընդամենը 12,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Հայաստանի Հանրապետությունն ունենալու էր սահմանափակ քանակությամբ զորք։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային։ Թուրքիային իրավունք էր վերապահվում Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Բաքվից դուրս էին բերվելու և ցրվելու հայկական ազգային զորամասերը, որոնք կազմում էին Բաքվի պաշտպանների հիմնական կորիզը։ Սակայն Բաքվի Հայոց ազգային խորհուրդն այդ որոշմանը չենթարկվեց։ Նա իր ռազմական ուժերը 1918 թվականի ապրիլի 25-ին դրեց Բաքվի Կոմունայի՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ ստեղծված Ժողովրդական կոմիսարների խորհրդի տրամադրության տակ։ Մոտ 1800 հայ մարտիկներ քաջ գիտակցում էին, որ պաշտպանելով Բաքուն, պաշտպանում են Ղարաբաղը, Երևանը, Սուրբ Էջմիածինը։ Իսկ նրանց գրավումը թուրքերի կողմից կնշանակեր հայ ժողովրդի համար կործանում, աշխարհագրական քարտեզից Հայաստանի վերացում։ Հայ մարտիկները պաշտպանում էին քաղաքում գտնվող 100,000 հայ բնակչությանը։ Բաքվի պաշտպանությունը ղեկավարում էին Պաշտպանության կոմիտեն, գեներալ Հակոբ Բագրատունին, բրիգադի հրամանատար Համազասպը, տասնյակ հայ հրամանատարներ։ Մարտերում զոհված հարյուրավոր հերոսների թվում էր հայտնի հայդուկ Սեբաստացի Մուրադը։ Իսկ Անդրանիկը թուրքական ներխուժումից պահում էր Զանգեզուրը, բայց նա Ղարաբաղ չմտավ, կես ճանապարհից անգլիացիների պահանջով վերադարձավ։ Թուրքերը Բաքու ներխուժեցին
1918 թվականի սեպտեմբերի 15-ին անգլիական ուժերի կողմից դիրքերը լքելուց հետո թուրքերը 3 օր շարունակ կոտորեցին ու թալանեցին անզեն հայերին։ Եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի ավելին իմանաք մեր պատմության կարևոր դրվագների մասին։